Եկեղեցու շուրջ սեռական սկանդալ հրահրող վարչապետի քայլերին իրավական գնահատական տալու համար մայրաթոռը կդիմի իրավապահներին, էջմիածնում չեն բացառում։ Չեմ կարող ասել, եթե անհրաժեշտ նկատվեց, չի բացառում։ Գերագույն հոգևոր խորհուրդը երկուշաբթի 3.5 ժամ տևած ժողովից հետո ընդամենը կոչ էր արել իրավասու մարմիններին կանգնեցնել Փաշինյանին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների։ Մայրաթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը զրպարտություն է անվանում Փաշինյանի մայիսի 30-ի հայոյախառն գրառումը հոգևոր հայրերից մեկի եւ նրա քեռակնոջ ենթադրյալ սեռական կապի մասին։ Արդյոք իրեն է ակնարկել կառավարության ղեկավարը կամ արդյոք arczepiskoposը գիտի, որ Սրբազանին են նկատի ունեցել։ Դա ձեզ էր ակնարկը ուղղված, հետո այլ անձանց չգիտեմ, դուք սրան ինչպես կարձագանքեք։ Պետք է աստերևույթին իրենից հասկանալ, ինքն է դրա հեղինակը, իհարկե թե որքանով դա կոռեկտ, որքանով երկրի ղեկավարին հարիր ձևակերպում է, դա ինքը պետք է ասի։ Մեզ համար դա ավելին չէ, քան զրպարտությունը եւ անընդունելի ոճով գրառում կա։ Գերագույն հոգևոր խորհուրդը կարծում է, որ հակաեկեղեցական այս նոր արշավը որոշակիորեն կապակցված է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների եւ կեղծ մեղադրանքների հետ։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների եւ եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով եւ սպառնալիք հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը, թե հայրենիքում եւ թե Սփյուռքում։ Փաշինյանի արդեն 5 օր շարունակվող հակաեկեղեցական գրառումների կոշտությանը անհամարժեք են համարում եկեղեցու արձագանքը շատ քաղաքացիներ։ Անատամ հայտարարություն է արել Գերագույն հոգևոր խորհուրդը, կարծում են շատերը։ Չեմ օգտագործի այդպիսի բնորոշում, կատարվել է այնպիսի հայտարարություն, ինչպիսին հարմար է նկատվել։ Իսկ ինչ է կանելու, կասեցնելու։ Դուք առաջարկում եք մենք օգտագործենք այնպիսի բառապաշար, այնպիսի ձևակերպումներ, որոնք օգտագործվել են մեր դեմ նախաձեռնողների կողմից։ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունից հետո էլ Փաշինյանը շարունակում է հաշիվ պարզել մայրաթոռի հետ։ Այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտը ընդամենը 1 հակաեկեղեցական գրառում է արել վարչապետը։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն։ Սրան եկեղեցին ինչպես արձագանքել։ Իրեք ձեզ թվում է, որ գոյություն ունեն սխալ պատասխաններ, չէ՞, միայն, բայց գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր։ Սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ։ Սխալ հարցադրումները չեն կարող հնչեցվել։ Առավել եւս պատասխանատվություն ունեցող անձանց կողմից։ Երկուշաբթի երեկոյան մայրաթոռում տարածված հայտարարությունը եկեղեցու վերջին խոսքը չէ, ակնարկում է Արշակ Սրբազանը։ Հարմար նկատված մոտեցումները կցուցաբերենք ըստ իրավիճակի, վստահեցնում է Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Մեծ սպասում ունեք դուք ինձնից, որ ես բացահայտեմ այն ամենը, ինչ որ պիտի պլանավորենք կամ ինչ որ պիտի ծրագրենք։ Ալբերտ Սերոբյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։